Կևին Նյուսոմը որոշել է դիմել ազգային գվարդիայի օգնությանը, սակայն ոչ թե իրավական գործընթացի, այլ հումանիտար ծրագրի համար։ Դեռահասի դին հայտնի երգչի մեքենայում պատմությունը հայտնի է, մեղավորը ոչ, մասնավոր քննիչն է խոսում ապացույցներով։ Նյու Յորքում ներգաղթի ստուգումն ավարտվեց բողոքի աղմուկով ու ձեռնաշղթաներով, Canal Street-ը դարձավ նոր սահման փողոցի և իշխանության միջև։ Միացյալ Նահանգները նորից խոցել է թմրանավ, իսկ Պենտագոնի ղեկավարը հայտարարել թմրաշրջանի փակումը պայթյուններով։ Դոնալդ Թրամփը պահանջում է $230 միլիոն որպես փոխհատուցում քաղաքական որսի համար, ասում է, եթե ստանա կբարեգործի։ Օրիգոնի սենատորը սենատը վերածեց բողոքի մարաթոնի, խոսելով 22 ժամ առանց ընդմիջման։ Հանրապետականները պնդում են, նա ուղղակի չափից շատ սուրճ էր խմել։ Սպիտակ տանը Թրամփն ու ՆԱՏՕ-ի ղեկավար Ռյուտեն քննարկում էին Ուկրաինան, պատժամիջոցներն ու խաղաղությունը։ Թրամփը բաց տեքստով ասաց, թամահավք չենք վաճառում։ Վաշինգտոնում խոսում են խաղաղությունից, իսկ Մոսկվան հիշեցնում է իր միջուկային լեզուն նոր զորավարժություններով։ Հաագայի դատարանը արձանագրել է այն, ինչ աշխարհն արդեն գիտեր, սովը պատերազմի զենք չէ։ Այս եւ այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, դուք դիտում եք USR Media-ի YouTube-յան ալիքը, որտեղ ներկայացնում ենք Ամերիկայի գլխավոր եւ ամենաթարմ լուրերը։ Շնորհակալ եմ ձեզ շարունակական աջակցության համար, այն, որ ամեն օր նոր հետևորդներ ենք ունենում, այն, որ ամեն օր ստանում ենք դրբատանքի խոսքեր, մեզ պարտավորեցնում է աշխատել ավելի նվիրումով եւ ավելի բարձր մակարդակով։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ սկսենք Կալիֆոռնիայից։ Նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը կիրականացնի լայնածավալ մարդասիրական առաքելություն, աջակցելու սննդի բանկերին եւ բնակչությանը, որը տուժել է դաշնային կառավարության շարունակվող փակման հետևանքով։ Նրա խոսքով Կալիֆոռնիայի ազգային գվարդիան եւ հարյուրավոր կամավորներ կմասնակցեն սննդային աջակցության բաշխման աշխատանքներին ամբողջ նահանգում։ Դոնալդ Թրամփի վարչակազմի ձախողումը պարզապես քաղաքական հարց չէ, այն բառացիորեն վերցնում է սնունդը մարդկանց բերանից։ Սա լուրջ եւ անհետաձգելի իրավիճակ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ։ Քանի դեռ Վաշինգտոնի հանրապետականները ձգձգում են հարցի լուծումը, Կալիֆոռնիան կրկին առաջ է գալիս լրացնելու այդ բացը, հայտարարել է նահանգապետ Նյուսոմը։ Նահանգապետի գրասենյակի տեղեկացմամբ ազգային գվարդիան չի իրականացնի իրավապահ գործառույթներ։ Նրա հիմնական դերը կլինի սննդի բանկերին աջակցությունը, մթերքի տեղափոխումն ու բաշխումը սոցիալապես անապահով ընտանիքներին։ Նման դեր գվարդիան ունեցել էր նաև COVID-19 համավարակի տարիներին։ Նյուսոմը նաև հայտարարել է, որ նահանգային բյուջեից արագացված կարգով կհատկացվի մոտ $80 միլիոն, որպեսզի մեղմվեն դաշնային ֆինանսավորման ուշացումների հետևանքները։ Փորձագետների գնահատմամբ նահանգի լռելու դեպքում կառավարության փակ լինելու ժամանակահատվածում հոկտեմբերի 23-ից հետո Կալիֆոռնիայում մինչև 5.5 միլիոն մարդ կարող էր ժամանակավորապես զրկվել Calfresh սննդային աջակցության ծրագրից, այսպիսով դառնալով սոցիալական լուրջ ճգնաժամ։ Նահանգային իշխանությունները կոչ են անում բնակիչներին ծանոթանալ իրենց տարածաշրջանի սննդի բանկերի հասցեներին եւ անհրաժեշտության դեպքում դիմել տեղական օգնության կենտրոններին։ Ավելի քան մեկ ամիս անց այն բանից հետո, երբ 14-ամյա Սելենե Ռիվաս Հերնանդեսի դին հայտնաբերվեց R&B երգչի Թեսլա մեքենայի բեռնախցիկում, մասնավոր հետաքննողը հայտնել է, որ բացահայտել է նոր տեղեկություններ դեռևս չբացահայտված այս սպանության գործով։ Լոս Անջելեսի ոստիկանության տեղեկություններով դեռահասի մարմինը հայտնաբերվել էր սեպտեմբերի 8-ին, երբ Հոլիվուդ Թոյի կայանատեղի աշխատակիցները նկատել էին մեքենայից կամ զգացել էին մեքենայից տարածվող սուր հոտը։ Սելեստե Ռիվաս Հերնանդեսը համարվել էր անհետ կորած դեռևս 2024 թվականի ապրիլից, երբ ընդամենը 13 տարեկան էր։ Դատաբժշկական զեկույցի համաձայն նա մահացած է եղել մեքենայի ներսում երկար ժամանակ։ Հետաքննության արդյունքում նաև պարզվել է, որ մեքենան գրանցված է 20-ամյա Դեյվիդ Էնթոնի Բրքի անունով, հայտնի երաժիշտ, երգիչ, որը հանդես է գալիս D4VD բեմական անունով եւ ունի միլիոնավոր հետևորդներ։ Մասնավոր հետաքննող Սթիվ Ֆիշերը հայտնել է. Կարծում եմ աղջիկը մահացել է շատ ավելի շուտ, քան նախապես ենթադրվում էր։ Դա կարող է լինել դեռևս հունվարին կամ փետրվարին, ինչը պարզապես սարսափելի է պատկերացնել։ Ֆիշերի խոսքով առանձնատան տարածքում նա գտել է մի շարք իրեր, որոնք ոստիկանության կողմից չեն առգրավել, սակայն կարող են կապված լինել հանցագործության հետ։ Ոստիկանությունը հաստատել է, որ սեպտեմբերի 17-ին առանձնատանը իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում առգրավել են մի շարք ապացույցներ։ Դրանք ներկայում ուսումնասիրվում են։ Հետաքննության ընթացքում ի հայտ էին եկել մի շարք հանգամանքներ, որոնք ենթադրաբար կապում են Բրքին սպանված աղջկա հետ։ Մասնավորապես, մեքենան հայտնաբերվել էր ոչ հեռու այն տանից, որտեղ նա բնակվում է։
Աղջկա մայրը պատմել է, որ դուստերը միջև անհետանալ ընկերություններ անում Դեյվիդ անունով երիտասարդի հետ։ Սոցիալական ցանցերում էլ հայտնաբերվել էր կամ գտել էին նրանց համատեղ լուսանկարները արված Լեյք Էլսինորի տարածքում։ Հայտնի է նաև, որ բրկն ու դեռահասը այս ցուցամատներին ունեցել են նույնական դաջվածքներ SHHH գրությամբ։ TMZ-ի հաղորդմամբ երկրի շրջապատի որոշ ընկերներ վստահ են եղել, որ աղջիկը 19 տարեկան է։ Ֆիշերը հայտնել է, որ ձեռք է բերել թաղամասի տեսահսկման տեսագրություններ եւ համոզված է, որ գիտի, ով էր վարում Թեսլան այն ժամանակ, երբ այն լքվել էր հուլիսի վերջին, ենթադրաբար աղջկա մարմնի հետ բեռնախցիկում։ Տեսագրությունները փոխանցվել են Լոս Անջելեսի ոստիկանությանը։ Աղջկա դիի հետազոտությունը ցույց է տվել, որ մահվան ակնհայտ պատճառ չի հայտնաբերվել եւ հղի էլ չի եղել։ Ներկայումս հետաքննողները սպասում են փորձաքննության արդյունքներին։ Գրեթե 7 շաբաթ անց որևէ ձերբակալություն չի իրականացվել, եւ ոստիկանությունն էլ դեռևս չի հայտարարել կասկածյալի մասին։ Դեվիդ Բրքի ալբոմի թողարկումը դադարեցվել է անորոշ ժամանակով, իսկ նրա ամերիկյան ու եվրոպական շրջագայությունները չեղարկվել են։ Երկիչը, սակայն, մինչև օրս որևէ հրապարակային հայտարարություն չի արել գործի կամ Սելեստե Էրնանդեսի հետ իր ենթադրյալ կապերի վերաբերյալ։ Տեղափոխվենք Նյու Յորք, Մանհեթանի Կանալ Սթրիթում իրականացված ներգաղթի վերահսկման գործողությունը, որը հանգեցրել է բողոքի ակցիաների, ավարտվել է 14 ձերբակալությամբ։ Դաշնային իշխանությունները հաստատել են, որ ձերբակալվածների թվում կան նաև բողոքի մասնակիցներ, ովքեր մեղադրվում են դաշնային գործակալների վրա հարձակման կամ նրանց աշխատանքը խոչընդոտելու մեջ։ Դեպքը տեղի ունեցել 3, երբ դաշնային ներգաղթի եւ սահմանային վերահսկման գործակալները, այսի ծառայողները, սկսել են ստուգումներ իրականացնել ու ձերբակալել փողոցային վաճառականներին Կանալ Սթրիթի մարդաշատ հատվածում, որը հայտնի է իր շուկաներով եւ կեղծ ապրանքանիշերի վաճառքով։ Այն անմիջապես առաջացրել է բուռն արձագանք, տասնյակ նյույորքցիներ շրջապատել են գործակալներին, պահանջելով դադարեցնել գործողությունը եւ բաց թողնել վաճառականներին։ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության խոսնակ Տրիշա Մաքլաֆլինը հայտնել է, որ ներգաղթի գործողության ընթացքում ձերբակալվել է 9 մարդ, եւս 4-ը ձերբակալվել են դաշնային իրավապահների վրա հարձակման մեղադրանքով, իսկ 1 անձ իրավապահների աշխատանքը խոչընդոտելու համար կանգառի մուտքը փակելու պատճառով։ Միացյալ Նահանգների պաշտպանության կամ ինչպես արդեն ընդունված է ասել պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կրկին հարվածել է ենթադրյալ թմրանավի, այս անգամ Հարավային Ամերիկայի Խաղաղ օվկիանոսյան ափերին։ Սա սեպտեմբերի 2-ից ի վեր Միացյալ Նահանգների կողմից իրականացված 8-րդ հայտնի հարվածն է։ Նախորդ 7 հարվածները ուղղված էին եղել Կարիբյան ծովում գործող նավերի դեմ։ Հեքսեթի խոսքով հարվածի հետևանքով զոհվել է նավակի վրա գտնվող 2 անձ։ Հեքսեթը տեսագրություն է հրապարակել սոցիալական ցանցերում, նշելով, որ հարձակումը կատարվել է նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։ Ըստ վերջին տվյալների, Միացյալ Նահանգների կողմից իրականացված այս հարձակումների արդյունքում առնվազն 34 մարդ է զոհվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է $230 միլիոն ԱՄՆ արդարադատության նախարարությունից որպես փոխհատուցում իր նկատմամբ, ինչպես ինքն է պնդում, քաղաքական դրդապատճառներով իրականացված քննությունների համար։ Ինչ վերաբերում է դատական գործերին եւ դրանց հետ կապված ամեն ինչին, այո, հավանաբար նրանք ինձ շատ գումար են պարտք, բայց եթե ես մեր երկրից գումար ստանամ, ինչ որ լավ բան կանեմ դրա հետ, օրինակ կփոխանցեմ բարեգործությանը կամ Սպիտակ տանը վերանորոգման աշխատանքների համար, ասել է Թրամփը։ The New York Times-ը հայտնել է, որ Թրամփը ներկայացրել է 2 վարչական պահանջ իր դատական հայցերով, պահանջելով փոխհատուցում իր իրավունքների ենթադրյալ խախտումների համար։ Առաջինը ներկայացվել է 2023 թվականի վերջում, վիճարկելով այն հետաքննությունը, որն ուսումնասիրում էր Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջև հնարավոր կապերը 2016 թվականի ընտրությունների ժամանակ։ Երկրորդը, որը ներկայացվել է 2024 թվականի կեսին, մեղադրում է Դաշնային հետաքննությունների բյուրոին FBI-ին Թրամփի անձնական գաղտնիությունը խախտելու մեջ Ֆլորիդայում գտնվող նրա Մար-a-Լագոյի կալվածքի խուզարկության ժամանակ։ Հայցում նաև նշվում է, որ արդարադատության նախարարությունը Թրամփի նկատմամբ իրականացրել է չարամիտ հետապնդում գաղտնազերծված փաստաթղթերի գործով։ Երբ լրագրողները հարցրել են, արդյոք արդարադատության նախարարության պաշտոնյաները շահերի բախման առաջ չեն կանգնի նման պահանջները վերանայելիս, նախարարության խոսնակ Չադ Գիլմորտինը պատասխանել է. Ցանկացած իրավիճակում արդարադատության նախարարության բոլոր պաշտոնյաները գործում են բարեվարկության ծառայողների հանձնարարականների համաձայն։ Գլխավոր թեմաներից մեկի մասով Օրեգոնի դեմոկրատ սենատոր Ջեֆ Մերկլին սենատի դարիճում 22-ժամյա մարաթոնային ելույթ է ունեցել ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի իր բնորոշմամբ խստացող ավտորիտար իշխանության։ Մերկլին սկսել է խոսքը 3 երեկոյան ժամը 6:21-ին եւ ավարտել այսօր երեկոյան ժամը 5-ին, գրանցելով սենատի պատմության ամենաերկար ելույթներից մեկը։
Նրա խոսքը քիչ էր զիջում Նյու Ջերզիի սենատոր Քորի Բուրքին, որը ապրիլին հանդես էր եկել 25 ժամանոց ելույթով դարձնելով այն ամենաերկար շարունակական խոսքը սենատի պատմության մեջ։ Մինչև այժմ դեմոկրատները 12 անգամ քվեարկել են կառավարությունը փակ պահելու օգտին։ Վերջին քվեարկությունը Մերկլիի ելույթի ավարտից հետո էր։ Սենատի ամբիոնից Մերկլին հայտարարել է, որ հանրապետական կուսակցությունն է իրականում փակել կառավարությունը, որպեսզի շարունակի ռազմավարությունը կրճատելու ամերիկացիների առողջապահական պաշտպանությունը։ Իր ելույթի մեծ մասը սակայն նվիրել է Թրամփի ավտորիտար ոճին, մեղադրելով նախագահի մամուլի վրա հարձակումների եւ քաղաքականության մեջ միլիարդատերերին արտոնություններ տալու մեջ։ Սա առաջին անգամը չէ, երբ Մերկլին դիմում է երկարատև ելույթի որպես բողոքի ձևի։ 2017-ին նա ավելի քան 15 ժամ խոսել էր Թրամփի գերագույն դատանի դատավոր Նիլ Գերսուչի թեկնածության դեմ։ Սակայն Մերկլիի այս 22-ժամյա խոսքը ֆիլիբաստեր չէր, այսինքն միտված չէր օրենքի նախագծի քվեարկությունը կանխելուն։ Օրեգոնի սենատորն այս ուրբաթ կդառնա 69 տարեկան։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շեղվել լուրերից եւ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր գործընկերներին։ Ասատրյանս ռեստորանին, որն առաջարկում է հյուրերին նաեւ Ասատրյանս տուն ու Ասատրյանս իվենթ սրաները, նշելու ձեր ամենաթանկ պահերը հայկական ջերմությամբ ու անթերի սպասարկմամբ։ Եվ իհարկե մեր բոլորի սիրելի Կոզանյան Meat and Liquor մարքեթը։ Այստեղ գնումներ կատարելը ոչ միայն հաճույք է, այլ նաեւ իսկական համի փորձություն։ Կոզանյանում ամեն ինչ իր բույրն ունի, հայկական հարազատ բույրը։ Եվ մեծ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ ունենք նոր գործընկեր Կերիս Մամս լավաշը, այո, հենց այն հայտնի անունը, որի լավաշը միշտ թարմ է, անուշաբույր։ Այցելեք Բեքերին, Գլենդել քաղաքում, Գլենդել եւ Չևիչես Խաչմերուկի մոտակայքում։ Գնումներ կատարեք եւ նվեր ստացեք ամենահամեղ Մամս լավաշը։ Իդեպ ես այսօր գնումներ չէի արել, բայց լավաշ նվեր ստացել եմ ու ասեմ, հավատացեք, արժեր։ Շարունակենք արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ միջազգային հարաբերություններ թեմաներով նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին քննարկելու Ուկրաինայի պատերազմի ընթացքը եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ծրագիրը։ Այս այցը ըստ վերլուծաբանների կարող է դառնալ շրջադարձային կետ Ուկրաինայի պատերազմում Թրամփի ուժի միջոցով խաղաղության սկզբունքի ներքո։ Ռյուտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է աջակցել Թրամփին Ուկրաինայի հարցում դադարեցնելու պատերազմը եւ ձևավորելու խաղաղության համաձայնագիր։ Մենք ուզում ենք օգնել նախագահ Թրամփին իր խաղաղության ծրագրի իրագործման գործում։ Նա կարողացավ խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում եւ հիմա հերթը Ուկրաինայինն է, նշել է Ռյուտեն։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցություն տրամադրել Կիևին, սակայն այժմ դաշինքը պատրաստ է նաև աջակցել խաղաղության անցմանը պայմանով, որ Ռուսաստանը դադարեցնի հարձակողական գործողությունները։ Հանդիպման ամենաքննարկված պահը դարձավ Թրամփի հայտարարությունը կապված ամերիկյան թամահավ քրթիրային համակարգերի հետ։ Նախագահը բացահայտորեն մերժել է Ուկրաինայի այս հզոր հրթիռների վաճառքի հնարավորությունը պատճառաբանելով։ Թամահավքը չափազանց բարդ համակարգ է։ Ուկրաինացիներին պետք է առնվազն 1 տարի սովորելու այն օգտագործել եւ իրականում այն կարող է գործարկվել միայն մեր կողմից, իսկ մենք դա չենք անի։ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սահմանում են նոր պատժամիջոցներ Ռուսաստանի երկու նավթային խոշոր ընկերությունների նկատմամբ, որոնք համարվում են Պուտինի ֆինանսական հիմնական հենարաններից։ Նա ընդգծել է, որ պատժամիջոցները մաս են լայն ռազմավարության, ստիպելու Մոսկվային վերադառնալ բանակցություններին։ Թրամփն ասել է, որ նոր պատժամիջոցների փուլը միաժամանակ ուղերձ է ոչ միայն Պուտինին, այլև Չինաստանին, որի ղեկավար Սի Ցինպինի հետ Թրամփը պատրաստվում է հանդիպել Ասիայի իր այցի ընթացքում, քննարկելու նաև Ուկրաինայի հարցում Չինաստանի հնարավոր ազդեցությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն հայտարարել է, որ լիովին վստահ է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ապահովել խաղաղություն Ուկրաինայի համար։ Նա միակն է, ով կարող է դա իրականացնել, ասել է Ռյուտեն իր Վաշինգտոնյան այցի ընթացքում, ընդգծելով Թրամփի կոչը անհապաղ հրադադարի մասին։ Ես ամբողջովին համաձայն եմ նրա հետ։ Կանգնեք այնտեղ, որտեղ գտնվում եք, դա է գլխավոր ուղերձը, նշել է Ռյուտեն։ Մինչդեռ Մոսկվան տվել է այլ ազդանշան։ Կրեմլը հրապարակել է տեսանյութ, հայտնելով, որ Ռուսաստանը անցկացրել է միջուկային զորավարժություններ, որոնք ներառել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ։ Նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հիշեցրել է Ռուսաստանի միջուկային ներուժի մասին որպես նախազգուշացում Կիևին եւ արևմտյան դաշնակիցներին պատերազմի առանցքային փուլում։ Զորավարժությունները տեղի են ունեցել այն բանից հետո նաև, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց Պուտինի եւ Թրամփի հանդիպման ծրագրերի դադարեցման մասին։ Այս գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել Հունգարիայում, կենտրոնանալով Ուկրաինայի հարցի շուրջ, սակայն դիվանագիտական գործընթացը նորից կանգ է առել։
Թրամփն ու Պուտինը նախորդ շաբաթ հեռախոսազրույց էին ունեցել եւ անսպասելիորեն հայտարարել առաջիկա գագաթնաժողովի մասին, որը ըստ Կրեմլի կարող էր կայանալ մի քանի շաբաթվա ընթացքում։ Սակայն Թրամփը հետագայում նշել էր, որ կողմը հրադադարի ներկայիս ճակատային գծերով։ Մոսկվան էլ իր հերթին պնդում է, որ բանակցությունները կարող են սկսվել միայն այն դեպքում, եթե Կիևը զիջի լրացուցիչ տարածքներ։ Ես չեմ ուզում անօգուտ հանդիպում ունենալ, չեմ ուզում ժամանակ վատնել, տեսնենք ինչ կստացվի, ասել է Թրամփը լրագրողներին։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի սպասում բանակցությունների մեկնարկին։ Նա այցելել է Շվեդիա, որտեղ արտադրվում են Գրիպեն մարտական ինքնաթիռները։ Ստոկհոլմը հայտարարել է, որ ստորագրել է համաձայնագրի նախագիծ Ուկրաինային այդ ինքնաթիռները մատակարարելու համար։ Եվրոպական կառավարությունները շարունակում են ուժեղացնել Կիևի պաշտպանական կարողությունները պատերազմում, որը տևում է արդեն ավելի քան 2.5 տարի։ Շարունակելով այս թեման, փրկարարները չորեքշաբթի օրը մաքրել են բեկորները Կիևի մանկապարտեզի տարածքից, որը հարվածի է ենթարկվել ռուսական անօդաչու սարքով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին, դատապարտելով հարձակումը սոցիալական ցանցերում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ 48 երեխա է տարհանվել եւ տեղափոխվել ապահով վայր։ Ուկրաինացի պաշտոնյաների տվյալներով հարվածը հաջորդել է գիշերային հարձակումների, որոնց հետևանքով զոհվել են մի քանի քաղաքացի, այդ թվում երեխաներ, Կիևում եւ շրջակա բնակավայրերում։ Ուկրաինայի օդային ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում գործարկել է 405 անօդաչու սարք եւ 28 հրթիռ, որոնք թիրախավորել են երկրի էներգետիկ ենթակառուցվածքները։ Ուկրաինան կարողացել է խոցել 333 անօդաչու եւ 16 հրթիռ, սակայն մի շարք հարվածներ հասցվել են ուղիղ թիրախներին, առաջացնելով ավերածություններ ու զոհեր։ Եվ վերջին լուրը Մերձավոր Արևելքի թեմայով էլ խոսենք, Հաագայի միջազգային դատարանը հրապարակել է խորհրդատվական եզրակացություն, որով հաստատել է, որ Իսրայելը չի կատարել միջազգային պարտավորությունները եւ չի ապահովել Գազայի քաղաքացիական բնակչության մուտքը կյանքի համար անհրաժեշտ պարագաներին, սննդին, ջրին, դեղորայքին, հագուստին, առողջապահական ծառայություններին եւ ապաստանին։ Դատարանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին եւ սահմանադրության սկզբունքներին, քանի որ քաղաքացիական բնակչությանը զրկել է կենսական միջոցներից եւ սովի առաջացումը պատերազմի մեթոդով ապօրինի է ու համարվում է միջազգային հանցագործություն։ Դատարանն ընդգծել է, որ Իսրայելը պարտավոր է ապահովել ՄԱԿ-ի եւ միջազգային կազմակերպությունների մարդասիրական մուտքը Գազայի հատված եւ դադարեցնել քաղաքացիական բնակչության հարկադիր տեղահանումները։ ՄԱԿ-ի զեկույցների մեջ արձանագրված է, որ վերջին ամիսներին 100 հազարավոր պաղեստինցիներ հարկադրաբար տեղափոխվել են, խախտելով միջազգային իրավունքը։ Պաղեստինի պատվիրակության ներկայացուցիչները դատարանի որոշումը համարել են պատմական եւ ընդգծել, որ այն հստակ սահմանում է, թե մարդկային գոյատևման հիմունքների մերժումը որևէ ձևով չի կարող արդարացվել։ Իսրայելի ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը եզրակացությունն անվանել է ամոթալի, պնդելով, որ դատարանը անտեսել է Իսրայելի անվտանգության հիմնավորումները։ Հաագայի այս որոշումը, թեև խորհրդատվական է, ունի ծանր եւ քաղաքական բարոյական ազդեցություն։ Այն ձևավորում է միջազգային իրավունքի նոր հիմք Գազայի եւ օկուպացված տարածքների հարցում ու կարող է դառնալ հիմք ապագա դատական եւ դիվանագիտական գործընթացների համար։ Դե ինչ, ինչպես նշեցի, սա վերջին լուրն էր, հաստատի այսքանն էինք առանձնացրել այս թողարկման համար, ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։